Պարոն Նազարյան, ամփոփենք 2025 թվականը, ձեր գնահատմամբ ինչպիսի տարի էր քաղաքական առումով, ձեռքբերումները, բացթողումները կխնդրեմ նշել։ Պայդրությամբ, եթե ամփոփենք գնահատական տակ, ես կարծում եմ, որ տարվա 25-ի ամենակարևոր իրադարձությունը տեղի ունեցավ օգոստոսի Վաշինգտոնում։ Եվ մեզ մնում է ամուր բռնել նախաստորագրումը, այդ պայմանավորվածությունները և տանել առաջ դեպի այնտեղ, որտեղ դրանից ավելի կշահի հայ ժողովուրդը, Հայաստան պետություն։ 2026-ը արդեն ընտրական տարի է լինելու, կարծեք թե վերադասավորումներ կան քաղաքական, ինչպիսի վերադասավորումների ականատես կլինենք, հաշվի առնելով, որ մեր ձևով շարժումը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ քաղաքական հայտ է ներկայացրել Արման Թաթոյանը եւ էլի տարբեր մարդիկ։ Շուտով առաջադրվելու են նաև ձեր ձևով, նրանց ձևով եւ այն մյուս ձևով շարժումները եւ հետաքրքիր զարգացումներ կլինեն։ Եթե իրականում, ապա ես ձեզ ասեմ, որ ցավոք սրտի Հայաստան Հանրապետության անկախության հռչակումից հետո 91 թվականից հետո մենք այդպես էլ չդարձանք քաղաքական հանրություն ունեցող եւ քաղաքական ուժեր ունեցող հանրություն, որտեղ նախընտրական պայքարը լինում է հետաքրքիր, մտքերի հետաքրքիր բախում, մեր մոտ տեղի ունենում շատ անցանկալի իրադարձություններ, կրքերի լարում, հարաբերությունների սրում, միմյանց վիրավորում, եւ եթե ես հնարավորություն ունենայի, ես Հայաստանը կհռչակեի բացարձակ միապետություն, ամբողջ իշխանությունը կվերցնեի իմ ձեռքում եւ մի 70 տարի այս ժողովրդին զերծ կպահեի ընտրություններից, որովհետեւ ընտրությունները ծանր հետևանք են ունենում եւ մարդկանց հոգեբանության վրա, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա եւ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Այսօրվա օրով ձեզ ասեմ իմ մտորումները։ Ես տեսնում եմ շատ վատ զարգացումներ, նախընտրական, ես տեսնում եմ հայհոյանքների շքերթ, անեծքների հրավառություն եւ Աստված տա այդքանով ավարտվի այնին վատ կանխատեսումը։ Նաև հիբրիդային պատերազմների մասին է խոսք գնում, անընդհատ դրանք ահագնանում են մինչև ընտրություններ։ Միջև այդ, որ ասում եք հիբրիդային պատերազմ, օրինակ մեր շատ հայրենակիցներ չեն հասկանում այդ ինչ է այդ հիբրիդայինը։ Լավ կլինի այդ բառը մի հատ թարգմանենք հայերեն, որ մեր հայրենակիցները հասկանան ինչ է հիբրիդային պատերազմը։ Հետո նոր անդրադառնանք դրան։ Իսկ այն, որ չուզողները մեր երկրի շատ են, այ սիրելի հայրենակիցներ, հիբրիդային պատերազմը դա է, երբ որ չուզողները ուզում են ամեն ինչ անեն, որ մեր երկրի համար, մեր պետության համար վատ լինի, նրանք անցել են հարձակման, առաջիկայում ավելի շատ են անցնելու հարձակման, իսկ հարձակումը լինում է այսպես, ձեզ ներշնչել ամենավատ մտքերը, տանել դեպի հուսալքության, հուսահատության եւ որ ձեզ թվա, որ միակ փրկությունը այն կլինի, որ ինչ-որ մի պետություն, օրինակ Սոմալին, Հայաստանը վերցնի իր թևերի տակ։ Որպես պատգամավոր, ինչ կոչ կանեք քաղաքացիներին, որոնց փորձում են մոլորեցնել, վախեցնել, ինչպես դիմանալ։ Ոչ եմ անում չմոլորվել եւ չվախենալ։ Իսկ ձեզ հաջորդ գումարման ազգային ժողովում կտեսնենք։ Ոչ, չենք տեսնի, հուսով եմ չենք տեսնի, ամենայն դեպս այս պահին հուսով եմ, որ չենք տեսնի։ Եվ որն է ձեր ամանորյա կոչը հայ ազգին։ Ամանորյա եւ ամենօրյա կոչս հետեւյալն է. Աստված մարդուն տվել է միտք, ուղեղ եւ վերլուծական հնարավորություն։ Ինչ լսում եք, ալած յուղի տեղ մի դրեք։ Մի հատ մտածեք, փորձեք հասկանալ, սուտ է, ճիշտ է, որովհետեւ հատկապես միջև ընտրությունները ձեզ խափողները շատ են լինելու։ Հուսով եմ չեք խափնվի կամ գոնե քիչ կխափնվեք։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար